Նախ ողջունում բոլոր ներկաներին, որ համախմբել են բոլոր ներկեր, կարևոր հարցերի շուրջ եւ ուզեմ անդրադառնալ մշակութային հարցերին, որ իմ կարծիքով եւ ոչ միայն իմ կարծիքով անմիջականորեն առնչվում է Արևմտյան Հայաստանի եւ Արևմտյան հայերի իրավունքների պաշտպանման հետ, քանի որ այդ իրավունքների ճանաչման եւ պահպանման զինանոցում մշակույթը կարևոր օղակներից է։ Եվ մեր մշակութային արժեքները մեր ինքնության վկան են։ Մենք ինքներս մեզ ճանաչում ենք մշակույթով, քանի որ մշակույթը մեր որևէ ազգի, այդ թվում եւ մեր առանձնահատուկ բնութագիրն է, որը մենք առանձնանում ենք մյուս ժողովուրդներից։ Եվ կուզեի ասել, որ Արևմտյան Հայաստանը շատերիս համար սկսվել է մեր տատիկների, պապիկների պատմություններից, գաղթի կոտորածի մասին, եւ կարծես մի քիչ անիրական երազանքներ եղել, բայց այսօր տեսնում ենք, որ առավել քան իրականություն է Արևմտյան Հայաստանի նրա գոյությունը, եւ 1910 թվականին չի վերջացել, չի դադարել նրա գոյությունը, նա կա, հողը կա, մեզ հետ է մեր գիտակցության մեջ է, մեր հիշողությունների մեջ է, եւ իր ձայնը մեզ հետ է ամենուր, մեզ ուղեկցում է, հիշեցնում է մեր իր մասին, եւ այդ հողի ձայնով, հողի ձայնի հրամայականով է, որ ես այսօր այստեղ եմ եւ ուզում եմ որոշ մտահոգություններ կիսել այս հարցերի վերաբերյալ։ Հողի ձայնը։ Մարդ էյակ ուրան որընդամ իր մայ հողին ձայնը իր հետ է։ Անմեզի հետ կշնչե կապրի մեր հոգիներուն մեջ, բայց հաճախ կյանքի առօրյա վազքի մեջ մենք չենք լսել անոր ձայնը, կամ կլսենք եւ չենք անսար անոր, կլսենք, բայց ունկն չենք դնել, ուշադրություն չենք դնել անոր պատգամներուն։ Հայոց հողին ձայնն իր զավակներուն հետ կհարատել է, բայց հայրենի հողը մասնատվեցավ, մեծ մասը դիազուրկ է այսօր կորշնցուց իր տիրոջը։ Հողը բաժան եղավ ու անոր ձայնն աշխարհասփյուռ եղավ իր զավակներուն հետ։ Հողի ձայնը սակայն չէ լրավ, տակավին կգորատևե ու հիմա արձագանք ու դա աշխարհի բոլոր կողմերեն։ Հողի ձայնը չէ լրավ, մի վայրկյան ամեն ժամ կխոսի մեզի հետ, ամենուրիկ երբ կհնչե դուդուկին հոգեպարար մեղեդին, հողի ձայնն է, որ կթաղծե մեր հոգիներու հետ։ Դուդուկի թավշյա հնչյուններու մեջ անոր շունչն է, որ կթողե մեր հոգին։ Եվ ամենուրեք, երբ դուդուկի մեր շոյող զայնին կուգան փոխայնելու զուրնայի կրակոտ հնչյունները, հողի ձայնն է, որ թունդ կհանե մեր սիրտը։ Անոր թրթիրներով է, որ կխայտա արյունը մեր երակներու ընմեջ են։ Թմբուկի խրոտ հարվածները հողի ձայնն է, որ հրամայական շեշտեր կառնե եւ իր զարկերով մեզի արթուն կպահե, թե մենք ճամփա ունենք, պիտհասնիկ սասնում, քաջերի հողը մեզ է սպասում։ Ցավոք հաճախ այս առնական ոնց հնչյունները կթալկանան, կխլանան մեր խժալուր առօրյայի մեջ եւ հողի ձայնը ցավակի կտնքա, անշնչահեղ կլա, խառնվելով օտար խոսանքներուն։ Հողի ձայնը կտնքա ցավեն, երբ հայ երկը, հայ լեզուն կամավակվի ոչ հայեցի երևեջումներով ու հնչերանքներով։ Հողի ձայնը ահազան կհողանջե, երբ հայ դպրոցի մեջ, հայ մանուկի շուրթերի մեջ օտար լեզուներ կյանք կառնեն կհաստատվին իրենց գերակայության մեջ խիղտելով հայ լեզուն։ Հողի ձայնը կհարկադրե մեզի հայ ըլլալ, այլև հայ մնալ եւ իրավունք ունի, քանի ան երազ չէ, իրականություն է, հողը կա, կապրի, կշնչե, վերարգային երկերն ու պարերը երազ չեն եղած, հնչած են, ու անոնց թրթիրները հողի մեջ զարկված պարավոտքի թնդյունները դեռ կարձագանք են հողի ձայնի մեջ։ Մենք կմոռնանք անոնց, մոռացության կտանք իրականությունը։ Մենք է, որ կամա թե ակամա կհանենք այն մեր գիտակցութեն, սակայն իրականությունը ատկե չի փոխվի։ Գոյություն ունեցած երկերն ու պարերը անիրական չեն դառնալ, չգոյության չեն մատնվի,
Պարզապես դյուրությամբ կյուրացվեն սեփականը չունեցողները ու կծեփվին որպես անոնց հարստություն եւ ապա կաղավաղվեն անդառնալիորեն։ Ուրեմն անսանք հողի ձայնին, ամուր կապչենք անոր պատգամներուն։ Հողի ձայնն է, որ մեզի հայ կպահե, ան մեզ կզգուշացնեն, կհուշե հնարավոր սայթաքումները, բացթողումները, համաշունչ ըլլանք անոր հետ եւ չենք սխալիր։ Թող հողի ձայնը առաջնորդե մեզ, ան մեզի համար ճշմարիտ ուղին կհարթե անկոտրում ու աներեր քայլելու համար դեպի մեր հողը, մեր ազգային երկն ու պարը, մեր երկիրն ու մշակույթը։